Ողջույն, ես Դանին եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում, Կալիֆոռնիա։ Այսօր ցանկանում եմ քննարկել HCBS-ի հիմնարար կանոնակարգի 7-րդ դրույթը՝ տանն առանձնանալու իրավունք։ Այն սահմանում է, որ ամեն ինչից զատ տան դուռը պետք է կողպեք ունենա, եւ այն մարդիկ, ում դու օգնում ես, պետք է որոշեն, թե ում ներս թողնեն եւ երբ։ Վերադառնանք Սանի Օքս եւ տեսնենք, թե ինչպես փոքրիկ Կրիան, գիտաֆանտաստիկ շոուն եւ խաղողի հյութի տարան օգնեցին Դեքստերին իմանալ տանն առանձնանալու իր իրավունքի մասին։ Լավ, դեպի Սատուրն, հետո դեպի աստղերը։ Դեքստեր, կռահիր ինչ ունեմ։ Վայ, կներես Դեքս, բայց Բասքեն Ռոբինսը զումով դաս է անցկացնելու այսօր, դու մասնակցելու ես։ Ոչ, այսօր զում արեք առանց ինձ, ես պլաններ ունեմ։ Լավ, ուրեմն հետո կտեսնվենք։ Լավ, դեպի Սատուրն, հետո դեպի աստղերը։ Դեքստեր, տես վաքսին ինչ եմ սովորեցրել։ Վաքսը հիմա մահացու հնարք կկատարի, թրիչք անհամ ուտելիքի վրայով։ Ինձ թվում է նա ավելի շատ պետք է մարզվի։ Համաձայն եմ, եթե դեմ չես, ես պետք է նայեմ իմ շոուն։ Լավ, դեպի Սատուրն, հետո… Սա կոչվում է բարձր և քաոսային հավանում ես։ Ինչ… Երկս հավանում ես։ Կարծես դեմքից շրխկացրեց։ Նովա, ինձ քո օգնությունն է պետք։ Օհո, ինչ է պատահել։ Ուզում եմ Լանթերմանի նոր եթերաշրջանը դիտել, իսկ նրանք անընդհատ գալիս են իմ սենյակ, պետք է մի բան անես, սա անընդունելի է։ Ընկերս, ինչու չես կողպում դուռդ։ Ես կարող եմ փակել դուրս։ Դե իհարկե կարող ես։ Սա քո սենյակն է։ Ոչ ոք իրավունք չունի ներս մտնել, եթե դու չես ուզում։ Երրորդ դրվագի պես, երբ Լանթերմանը որոշում է փակել Պլուտոն 7-ի ճանապարհը օգտագործելով կոմոդյան լազերային թնդանոթ։ Այո։ Այդ դեպքում լավ։ Գիտես ինչ, ես հիմա վերջացնում եմ։ Ինչու չէ համոզվեմ, որ քո հերմետիկ կողպեկն աշխատում է։ Դա ընդունելի է։ Լավ ընկերս, արի փորձենք։ Ով է։ Ես եմ Լուկասը։ Սա նման է դրվագին, երբ կլեպտոնները ցանկանում են ներխուժել Deep Space Port-9-ը եւ Լանթերմանն օգտագործում է ֆոտոնային կողպեքը, որ չմտնեն։ Ճիշտ այդպես։ Ուրեմն այս կողպեքի միջոցով ես կարող եմ որոշել, թե ով ներս գա, ճիշտ է։ Ճիշտ այդպես։ Ուզում ես ներս գալու ինձ հետ դիտել Լանթերմանի նոր եթերաշրջանը։ Սմուրֆտոնային կապույտ է։ Թիմն ամրապնդեց Դեքստերի առանձին մնալու իրավունքը, հիշեցնելով, որ նա ունի կողպեք, եւ որ իր իրավունքն է որոշել, երբ այն օգտագործել։ Ի վերջո, դա նրա տունն է։ Հիշեք, մեծ ազդեցիկ փոփոխությունը կարող է սկսվել փոքր զրույցից։ Որպես ծառայություն մատուցող, լինել անձնակենտրոն նշանակում է լսել այն մարդկանց, ում օգնում ես, եւ գործել համաձայն լսածի։